Որն է համարվում ֆուտբոլի գլխավոր մրցաշարը։ Աշխարհի առաջնությունը։ Այո, աշխարհի գավաթ, ճիշտ է։ Քանի խաղացող կա վոլեյբոլի թիմում։ 12։ Շատ ասեցիր։ 6։ Ինչպես են անվանում սեղանի թենիսին այլ կերպ։ Պինգ-պոնգ։ Ճիշտ է։ Որ երկիրն ունի լողի օլիմպիական խաղերի ամենաշատ ոսկե մեդալները։ Այո, շիր։ Ամերիկա։ Ճիշտ է։ Բայց չենք ուշում։ Որ մարզաձևն է օգտագործում ռակետ, ցանց եւ փետրագնդակ։ Բադմինտոն։ Ճիշտ է, բրավո Լիլիթ։ Որ մարզաձևում են նետում գնդակը եւ մահակով հարվածում դրան։ Թենիս։ Ոչ, բեյսբոլ։ Հա։ Քանի խաղացող կա ֆուտբոլային թիմում։ 11։ Ճիշտ է։ Ով է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։ Չունենք պատասխան, Ռոնալդու։ Ինչպես է կոչվում այն մարզաձևը, որը խաղում են զույգերով թենիսի կորտի 1/3 չափն ունեցող փակ դաշտում։ Չգիտեմ։ Ինստագրամում տենց աղջիկները նկարվում են բան, չես հիշում։ Փադել։ Որն է հայկական այն կայքը, որ կապում է խաղացողներին, թիմերին ու սպորտային ակումբներին։ Չգիտեմ։ Ես քեզ կհուշեմ, Courtside AM կայքի մասին է խոսքը։ Իդեպ այն համախմբում է թենիսի, բադմինտոնի, սեղանի թենիսի, ֆուտբոլի, կրիկետի սիրահարներին եւ օգնում օնլայն գտնել եւ ամրագրել ազատ խաղադաշտերը, գտնել մարզիկներին, խաղացողներին եւ իհարկե խնայել ժամանակ ու լիքը նյարդեր։ Վստահաբար լավ խորհուրդ եմ ձեզ տալիս, կարող եք օգտվել այդ կայքից։ Խելքի բլից